պատկերին էլս, ահա գիտեք որի 5-րդ մասը։ Վաղ առավոտյան ժամը 6-ին է բացվում խատուտիկը։ Ծովային օդի խայթոցը 5 րոպեում կարող է սպանել մեծահասակ առողջ մարդուն, ինչ լավ է, որ մեր մոտ Հայաստանում դրանցից չկան։ Թուն գործերի կռկռոցը կարելի է լսել մինչև 6 կիլոմետր հեռավորությունից։ Ողջագույն կենգուրուի ձագը ծնվելուց հետո մինչև 7 ամսական դառնալը ոչ մի անգամ դուրս չի գալիս մայրական պարկին։ Վազքի ժամանակ ջայլամի մի քայլի երկարությունը 7 մետրի է հասնում։ Ամենափոքրիկ ձուն ֆասֆորիկինն է, ընդամենը 8 մմ։ Լորտու օդի ձմեռային քունը տևում է 9 ամիս, պատկերացնում եք, տարվա մեծ մասը նա քնած է անցկացնում։ Կարիճն ունի 10 աչք, երկուսը մեծ են, մյուսները մանր։ Մեղուն նեկտար հավաքելու համար ամեն օր ճամփորդում է 10 անգամ։ Մեր ճամփորդության ժամանակ նա կարողանում է վերցնել 1000 ծաղկի նեկտար, ուրեմն մեկ մեղուն մեկ օրվա ընթացքում այցելում է 10,000 ծաղկի։ Պատկերացնում եք, ութոտնուկ ունի 3 սիրտ, իսկ թիթեռվիկն ունի 4 թև։ Ոզնու փշերի երկարությունը 3 սանտիմետր է, իսկ եքիթնայի փշերինը 6 սանտիմետր է։ Ցտեսություն, կրկին ձեզ հետ է Ռոզա Խաչատրյանը։